կազմակերպության շահերի տեսակետից եմ նայում, ոչ կարելի ասենք այս տիպի վարվել կազմակերպությունների հետ, չէ՞ որ այս կազմակերպության միջոցներից պարոն Գագիկ Ծառուկյանի ներդրած փոխառությունների միջոցով վճարվել է հարկատեսակետ, այս մարդկանց աշխատավարձը, չէ՞ որ երկիրը ֆինանսական օրգանիզմ է, այս մարդկանց չեն վճարում աշխատավարձ, չի վճարվում վարկեր, չի վճարվում մնացած կոմունալ եւ այլ մարդկանց պարտադիր վճարումներ, չեմ խոսում առօրյա իրենց ապրելու համար անհատավորյա sense կոչված հարցի մասին։ Ես ուղղակի այս առումով շատ մեծ հանգարցակի եմ եկել այս տիպի վերաբերմունք իմ ունեցած այսքան տարվա աշխատանքային փորձով երբեք չեմ տեսել նման միջոցառում, որ ասենք կազմակերպությունը sense կապարակնի մարդկանց չթողեն ներսուտներ ունեն մարդիկ, ովքեր գալիս են աշխատանքի, ասենք ես էի անվտանգություն եւ այլ։ Այս մարդիկ աշխարհը որ երկու երախիրանց աշխատավարձ են ստանում, հա, էլի կոմն են գտնվել, բայց իրենք իմացել են, որ ասենք մինչև ամսի 19-ը մինուս մի քանի օրով պարոն Գագիկ Ծառուկյանը իր միջոցներից փոխառություն անել, դա ես չեմ ասում, դա կարող մեր համակարգիչները ով արգրավել են, փաստաթղթեր կան, որը ամբողջը նայեն, տեսնեն, որ այդ մարդը իր միջոցներով փոխառություն ունենալու։ Այս մարդկանց աշխատավարձ առաջի գծում աշխատավարձ հարկեր, մինչև սպասենք տեսնենք աշխարհաքաղաքական ասենք շերտված Պարսկաստանի հետ, հայ Իրանի հետ նորմալ աշխատանքի ավելի քան 20 միլիարդի մենակ հիմնական միջոցներ ստացել եւ այլ այս կազմակերպությունի մասից փակի տարել։ Այդ մարդը ներդրում արտադրել, մարդը աշխատակիցները նշեցին աշխատատեղ ասնել։